Բարև ձեզ, հիմա Արմանն է, երեք TikTok-ում լսեցի, որ ուզում են օրենք անեն ու չթողեն մարդիկ ձմեռը երթևեկեն ամառային անվադողերով, ասեցի մի քիչ խոսամ դրա մասին։ Ուրեմն նայեք, բոլորս էլ գիտենք, որ ձմեռը ամառային կապրոնի անվադողերով երթևեկելը սխալ է։ Ասենք մի քիչ սառած դիք է, մի 20-25 մեքենա բարձանում է այդ դքով, դրանց մեջ եթե 1-2 մեքենա է լինի, որ կապրոնի ամառային ակերով է, այդ տարածքում ստեղծում են վթարային իրավիճակ։ Այսինքն սղում է այդ մեքենաները, բացի այդ, ասենք դիքը չեն կարում բարձրանան, իրանք հետևից գնացողն էլ չի կարում բարձրանա, վերևից իջնողին էլ են խանգարում, ու բացի այդ էլ կարա անենց լինի, որ բարձրանան դքի կեսը, տորմուզ տան, փորձեն կանգնեն, կանգնել էլ չեն կարում, փորձում են կանգնեն, մեքենան սղում հետ է գալի, կպնում է հետևի ավտոներին։ Ես տրասային դեպք եմ տեսել, որ մի հատ ամառային ակերով մեքենայի պատճառով 15 հատ ձմեռային ակերով մեքենա վթարվել է։ Մի խոսքով, որ կարճ ասեմ, ամառային ակերով մեքենան ձմեռը վարելը փորձանք է տեղով։ Ժամկետը լսեցի, որ նոյեմբերի 15-ից մինչև մարտի վերջ։ Ուրեմն այդ ճիշտ ժամկետը այն ժամկետն է, որ գետինը կարա սառած լինի։ Հիմա մեքենաների մասին ինձ թվում է դեմի քաշող մեքենաները, որ մենակ դեմն է քաշում, կարելի է թողեն, որ մենակ դեմի ակերը դնեն ձմեռային։ Հա, ճիշտ է 4-ն է դրվի, բայց եթե հնարավորություն չկա, կարան մենակ դեմինը փոխեն։ Այդ մեքենաները էլ վտանգավոր չեն լինի, որտեվ համ տորմուզն է դեմը, այսինքն տորմուզի մեծ մասը, համ քաշում է դեմը։ Հետևի քաշող մեքենաները պետքա փոխեն 4-ն էլ, ինչի, որտեվ հետևը քաշում է, պետքա փոխեն, որ գնա։ Դեմը տորմուզ է տալի, պետքա փոխեն, որ տորմուզ տա։ Մենակ հետևը եթե փոխեն, ինքը հա ձմեռը կգնա, բայց տորմուզ տվեցին, դառնալու է սանկա, սղա գնա միտեղ կպնի։ Այսինքն կապրոնի ակը ձմեռը կանկի սանկայի նման բան է։ Լիակարշակ մեքենաները էլի ճիշտ է փոխեն 4-ն էլ, ինչի որտեվ մեքենաներ կա, որ ուժը փոխանցում է դեմից հետև միակից մյուսը։ Ճիշտ է փոխեն 4-ն էլ, ընդ որում կապ չունի բենզինա, դիզել, թե էլեկտրական։ Հետո լսեցի, որ ամառը չեն թողելու 3 ամիս ձմեռային անվադողերով երթևեկեն, ինձ թվում է ամառը ձմեռային ակերով երթևեկելուց վնաս չկա։ Եթե այդ մեքենան 200-ի տակ չի քշվելու, որ կապրոնի ակեր դրվի, մեջն էլ ազոտ լցվի, որ չտրակի, ձմեռային ակով ամառը նորմալ արագությամբ վարելուց վտանգ չկա։ Հա, ակերը շուտ է մաշվելու, ասենք 4 սեզոնի տեղը քշելու են 2 սեզոն, բայց դե իրա մեքենան է, իրա ակերն է, եթե տիրոջը տենց ձեռ է տալի, կամ հնարավորություն չունի փոխի, թող տենց օգտագործի, դրանից վտանգ չկա։ Ես մարդ գիտեմ, կլոր տարի ձմեռային ակերով է վարում, ասում է, սենց մեքենան ավելի փափուկ է։ Հետո կան ավելի վտանգավոր ակեր, ճղած, կարած, էփած, ռազվալը մի կոմը կերած, որ մի հատ փոսից կարա տրակի, պրակոլ, ժամկետանց, ասենք ակը նայում ես նորմալ ակ է, լավ պրոտեկտորներով, բայց ժամկետանց է, քարերից դաժե կտոր այդ ակի վրայից ռեզինը պոկվում ընկնում է, էդ էլ է խնդիր։ Հետո այդ ակերը ով է նայելու, երևի պարեկները։ Հիմա ակեր կա, ասենք ինքը ձմեռային ակա, բայց տեսքից չի երևում։ Հա, եթե լիպուչկա ակա, լիպուչկա պրոտեկտորներով, հա, տեսնեն կջոկեն, որ ձմեռային է, վсё, խնդիր չկա։ Բայց շատ ձմեռային ակեր կա, ինքը տեսքից
չի երևում, բայց ինքը մաքուր ռեզինից ձմեռային ակա։ Էդ էլ է խնդիր, այդ տարբերակելը։ Հետո շատ բարեկներ կարող է մեքենային նայեն, չհասկանան էլ դրա դեմն է քաշում, հետևը, թե ընդհանուր ասենք։ Շատ հիմա մեքենաներ կա, նայում ենք չի երևում, չես հասկանում, պետք է կոնկրետ մեքենային, կոնկրետ ակին էլ ծանոթ լինեն, էդ էլ է խնդիր ասենք։ Ես է շատ մեքենաներ կա, նայում եմ չեմ հասկանում, էդ ընդհանրապես ինչ մեքենա է, ինչ մոդել է, որ երկրի է։ Այսքանը, այս վիդեոյում պատմեցի իմ կարծիքը, եթե ինչ-որ մեկը ունի այլ կարծիք կամ ավելացնելու բան, կոմենտներում գրեք, հետաքրքիր է, կնայենք։ Այսքանը, ստեսություն։